Սուրբ Էջմիածնում ավարտվեց երեկոյան ժամերգությունը, որն սկսվել էր Վեհափառ Հայրապետի աղոթքով, Վեհափառը վեհարանից հոգևորականների ուղեկցությամբ եկավ Մայր տաճար, իսկ նրա հետևից քայլում էին աղոթքի նախաճաշի այն մասնակիցներն, ովքեր այսօր հյուրընկալվել են վեհարանում։ Ես առաջարկում եմ նախ առանց մեկնաբանության դիտել այսօրվա երեկոյան ժամերգության կադրերը։ Հարգելի հեռուստադիտողներ, ժամերգությունից առաջ Վեհափառ Հայրապետին էին հյուրընկալվել աղոթքի նախաճաշի մասնակիցները։ Մասնակիցներից մի քանիսը մեր տեսախցիկի առաջ պատմեցին, որ ամենայն հայոց կաթողիկոսը խոսել է Հայաստանում ներկա իրավիճակի, Արցախյան պատերազմի, արցախցիների, գերեվարված անձանց, ինչպես նաև բանտարկված հոգևորականների, բանտարկված եւ կալանավորված հոգևորականների մասին։ Առաջարկում եմ լսել, թե ինչ էին պատմում մեր զրուցակիցները։ Շատ տպավորված եմ ամենայն հայոց կաթողիկոսի ընդունելությունից, շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Կաթողիկոսը պատմել է Հայաստանում քրիստոնեության տարածման մասին, խոսել ենք Ղարաբաղյան պատերազմի մասին, թե ինչ դժվարություններ են եղել։ Խոսեցինք նաև բանտարկված հոգևորականների մասին։ Քաղաքական եք համարում այդ բանտարկությունները։ Շատ բարդ հարց է, դժվարանում եմ պատասխանել։ Ես շատ բան չեմ հասկանում դրանից։ Ես Ամերիկայից եմ եւ այնտեղ այսպես է։ Եթե դու ձերբակալվել ես ոստիկանության կողմից, ուրեմն հանցանք ես գործել։ Բայց մեղավոր ես թե անմեղ, դատարանն է որոշում։ Եվ ոչ ոք իրավունք չունի դատարանից դուրս որոշել մարդը մեղավոր է թե անմեղ։ Մեզ այստեղ բացատրեցին ինչ իրավիճակ է, բայց չեմ հասկանում, ախր դա դատարանի որոշելիքն է։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։